Եթերում թույլ օղակն է։ Այսօրվա խաղի 8 մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է շահել մինչև 2 միլիոն դրամ։ Նրանք իրար չեն ճանաչում, բայց եթե ուզում են խոշոր գումար վաստակել, պետք է միասնական եւ ամուր թիմ դառնան։ Նրանցից 7-ն այսօր կհեռանա դատարկաձեռն, քանի որ յուրաքանչյուր փուլի քվեարկությունից հետո մենք հրաժեշտ ենք տալու մեկ մասնակցի, նրան, ում թիմը համարի ամենաթույլ օղակը։ Ծանոթանանք այսօրվա մասնակիցների հետ։ Հայկաց 29 տարեկան, Երևան, հաշվապահ։ Արմեն 54 տարեկան, Գյումրի IT բաժնի ղեկավար։ Լիլիթ 38 տարեկան, Երևան, տնտեսագետ։ Սևակ 23 տարեկան, Գյուղ Մրգաստան, ուսանող։ Վարազդատ 40 տարեկան, Երևան, ինժեներ։ Վիկտորիա 38 տարեկան, Երևան, թարգմանիչ։ Վաղարշակ 38 տարեկան, Վանաձոր, զինվորական հոգեբան։ Նարեկ 37 տարեկան, Երևան, տնտեսագետ։ Այժմ խաղի կանոնների մասին։ Յուրաքանչյուր փուլում թիմը կարող է վաստակել առավելագույնը 250,000 դրամ։ Դրան հասնելու ամենակարճ տարբերակը 8 ճիշտ պատասխաններից շղթա ձևավորելն ու գումարը բանկ ուղարկելն է։ Եթե մասնակիցը սխալ է պատասխանում հարցին, շղթան ընդհատվում է եւ ամբողջ թիմը կորցնում է արդեն կուտակած գումարը։ Սակայն ձեր անունը լսելուց հետո եւ նախքան հարցի հնչելը, եթե հասցնում եք ասել բանկ բառը, գումարը պահպանվում է, սակայն ճիշտ պատասխանների շղթան ձևավորելու եք 0-ից։ Յուրաքանչյուր փուլում դուք վաստակելու եք այնքան գումար, որքան հասցրել եք ուղարկել բանկ։ Այդ գումարը փոխանցվելու է հաջորդ փուլ։ Ընդհանուր շահումը կազմելու է բոլոր փուլերի հանրագումարում ստացված շահույթը։ Առաջին փուլի համար մենք ունենք 2.5 րոպե ժամանակ եւ խաղը սկսում ենք այն մասնակցից, որի անունը այբենական կարգով առաջինն է, եւ դա դուք եք Արմեն։ Խաղում ենք թույլ օղակ։ Առաջին հարցի արժեքն է 5000 դրամ։ Ժամանակ։ Արմեն, որ նախագահի անունն է կրում ԱՄՆ մայրաքաղաքի ամենաբարձր կառույցը։ Վաշինգտոն։ Ճիշտ է։ Լիլիթ, երկրաչափական ինչ մարմնի տեսք ունի Եգիպտոսում գտնվող հին աշխարհի 7 հրաշալիքներից մեկը։ Բուրգ։ Ճիշտ է։ Սևակ, Բանկ։ ինչ թռչնի անվանում կարելի է գտնել առհավատչա բառի մեջ։ Չայ։ Սխալ է, հավ։ Վարազդատ, խոհանոցային ինչ պարագայի անվանում կարելի է ստանալ հավ բառին 3 տառ ավելացնելու դեպքում։ Փաս։ Հավանք, Վիկտորիա, տարբեր մարմինների ինչն են չափում պիրոմետր սարքի միջոցով։ Փաս։ Ջերմությունը, Վաղարշակ, նավի թե թանկարժեք քարի տեսակ է կարավելլան։ Նավի տեսակ։ Ճիշտ է։ Նարեկ, քան Դիսնեյին թզուկները Սպիտակաձյունիկի մասին պատմող Դիսնեյի մուլտֆիլմում։ 7։ Ճիշտ է։ Հայկաս, իտալացի որ գիտնականին բանտում պատկերող կտավ ունի նկարիչ Ժան Անտուան Լորանը։ Գալիլեյ։ Ճիշտ է։ Արմեն, Բանկ։ ինչպես է կոչվում այն միջատը, որը թևերը միմյանց քսելով ծղրոց է առաջացնում։ Ծղրի։ Ճիշտ է։ Լիլիթ, Բանկ։ հռոմեական որ Աստծո պատվին է անվանումը ստացել անգլերեն շաբաթ, Saturday բառը։ Փաս։ Սատուրն, Սևակ, որ բռնցքամարտիկի դերում է հանդես եկել Ուիլ Սմիթը ռեժիսոր Մայքլ Մանի ֆիլմում։ Մուհամեդ Ալի։ Ճիշտ է։ Վարազդատ, ինչ մրգի տեսակ է Մակինտոշը։ Փաս։ Խնձոր, Վիկտորիա, մեկ բառով ավարտեք հայտնի ասացվածքը բաժանիր եւ Տիրիր։ ճիշտ է։ Վաղարշակ, Բանկ։ որ խմբի Lonely Day երգի տեսահոլովակում Շավո Օդաջյանը ինքն իր հետ շախմատ է խաղում։ The Beatles։ Սխալ է, System of a Down։ Նարեկ, Հյուսիսային Եվրոպայի որ պետության բնակիչներն են իրենց երկիրն անվանում Suomi։ Ֆինլանդացիները։ Ճիշտ է։ Հայկաս, եղանակի տեսություն թե խաչ բառը 1913 թվականին իր էջերում առաջին անգամ հրապարակել New York World թերթը։ Եղանակի տեսություն։ Սխալ է, խաչ բառ։ Արմեն, որ լեզվով է գրվել Կամելազար Տիկին վեպը։ Ֆրանսերեն։ Ճիշտ է։ Լիլիթ, գլխի տակ փափուկ ինչ դնելն են Բաց։ մեջբերում մարդ, ճիշտ է։ Սևակ, Բանկ։
Մերձավոր Արևելքի որ պետությունը ճանաչվեց Հայաստանի կողմից 2024 թվականի հունիսի 21-ին։ Իրաք։ Դա սխալ պատասխան է, ճիշտ պատասխանն է Պաղեստին։ Դուք հնարավոր 250,000 դրամից կարողացաք կուտակել ընդամենը 50,000 դրամ։ Ով կհաջողեր, եթե խաղն ընթանար Բենջամին Բաթոնի սցենարով։ Ում վերջին զանգը կհնչի հենց առաջին փուլից։ Ով կհեռանա դատարկաձեռն, ժամանակն է պարզելու։ Ով է թույլ օղակը։ Առաջին փուլի ուժեղ օղակն Արմենն է։ Նա տվել է 3 ճիշտ պատասխան եւ բանկ է ուղարկել 20,000 դրամ։ Թույլ օղակը Վարազդատն է։ Նա տվել է 0 ճիշտ պատասխան, նույնքան գումարել կուտակել։ Ում հանդեպ է թիմը դժգոհություն կուտակել։ Քվեարկությունն ավարտված է։ Հիմա կպարզենք, ով է առաջինը լքելու խաղը։ Վարազդատ։ Վարազդատ, Վարազդատ, Վաղարշակ։ Վիկտորիա։ Վարազդատ, Սևակ, Վարազդատ, Արմեն, ֆուտբոլի սիրահար եք։ այո, Հայաստան-Ֆրանսիա խաղի ժամանակում եք երկրպագում։ իհարկե Հայաստանին, Գիտեք ինչու հարցրեցի։ այո, Դուք ասեք։ ես Ֆրանսիայի քաղաքացի եմ նաև, Նշել եք, որ շահած գումարով կգնաք ճամփորդելու Իտալիա ձեր տիկնոջ հետ։ Գնալու եք հանգստի նպատակով, թե երրորդ քաղաքացիության։ հանգստի, Վիկտորիա, որտեղ եք աշխատում։ ներկապահին ժամանակավոր գործազուրկ եմ։ Իսկ մինչ այդ, Մինչ այդ աշխատում էի որպես գործավար։ ինչու եք ընտրել Վարազդատին։ Մտաբերեցի մի քանի անգամ սխալ պատասխանները եւ փասերը։ Վարազդատ, դուք սիրում եք ավիացիա։ Այս թիմի ինքնաթիռը երկրորդ փուլ շարժվում է առանց ձեզ։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Շատ հաճելի էր, շատ տպավորված եմ, չնայած նրան, որ առաջի փուլից իսկ դուրս եկա խաղից, համարվեցի թույլ օղակ, կարծում եմ պատճառը լարվածությունն էր, ոչ այդքան անհարմար հարցերը, ինչքան լարվածությունը, ըստ իս քվեարկությունը ճիշտ էր ու արդար էր։ Փուլ երկրորդ։ Եվ դուք հնարավոր 250,000-ից բանկում այս պահին ունեք 50,000 դրամ։ Մնացել է 7 մասնակից։ Մենք ձեր խաղաժամանակը նախորդից կպակասացնենք 10 վայրկյանով եւ խաղը կսկսի նախորդ փուլի ուժեղ օղակը, դա Արմենն է։ Եվ այսպես շարունակում ենք խաղալ թույլ օղակ։ Ժամանակ։ Արմեն, կկվից բացի, ինչ թռչուն է հանդիպում Թումանյանի չարի վերջը բալադում։ ակրապ, Ճիշտ է։ Լիլիթ։ Փարիզով հոսող որ գետի վրա է առաջին անգամ Սենա։ գործարկել ճիշտ է։ Սևակ։ Կանկ։ Մաթեմատիկայում միայն որ թվի չի կարելի բաժանել Զրո։ մեկ այլ թիվ։ Ճիշտ է։ Վիկտորիա, որն է արեգակնային համակարգի միակ մոլորակը, որը Աստծո կամ Աստվածու անուն չի կրում։ Երկիր, Ճիշտ է։ Վաղարշակ։ բանկ, Սառցե թե կրակե մարդանման դիցաբանական կերպարն է հանդիպում յետի անվանումով։ սառցե, Ճիշտ է։ Նարեկ։ Ինչը ոսկորին հասնելն են մեջբերում օրհասական իրավիճակը բնորոշելու համար։ Ճիշտ է։ Հայկաս, Բանկ, որ երկու աշխարհամասի պայմանական սահմանն են համարվում Ուրալյան լեռները։ Եվրոպա-Ասիա։ Ճիշտ է։ Արմեն, ալկոհոլային որ խմիչքից է պատրաստվում Գլինտվեյնը։ Պորտվեյն, Սխալ է գինի։ Լիլիթ, ռադիոակտիվ քիմիական ինչ տարի անվանում կարելի է գտնել գուրգուրանք բառի մեջ։ Ուրան, Ճիշտ է։ Սևակ, Կանկ։ հագուստի ինչ պարագայի տարատեսակ է ճապոնական ուվաբակին, որը հիմնականում տանն են կրում։ Գոտի։ Սխալ է, կոշիկ։ Վիկտորիա, Սյունիքի մարզի որ քաղաքում է գտնվում Աքսել Բակունցի տուն-թանգարանը։ Խնձորեսկ, Սխալ է Գորիս։ Վաղարշակ, որ մարզաձևի մասին է Լեգենդ համար 17 ռուսական ֆիլմը։ չլսեցի կշկին։ Որ մարզաձևի մասին է Լեգենդ համար 17 ռուսական ֆիլմը։ Okay, Ճիշտ է։ Նարեկ, 4 տարանի ինչ անվանումով է առավել հայտնի կատվարյուծ կենթանին։ Պումա, Ճիշտ է։ Հայկաս, ԱՄՆ որ նախագահն է ինչպես հարստանալ գրքի հեղինակը։
Տրամպը։ Ճիշտ է։ Արմեն, Բանկ։ Եվրոպական որ միապետությունից են 1978 թվականին անկախություն ստացել Սողոմոնյան կղզիները։ Մեծ Բրիտանիա, Ճիշտ է։ Լիլիթ, բույսերի թե կենդանիների խնամքն է հայտնի գրումինգ եզրույթով։ Բույսերի։ Սխալ է կենդանիների, Սևակ։ Ֆրանսիայի որ նախագահն է մասնակցել Երևանի Ֆրանսիայի հրապարակի Ժակ Շիրակ։ ճիշտ է, Վիկտորիա։ Բանկ, Ֆրանսերենից ցակող 4 տարանի, որ բարով է նշվում փափուկ միսը, ազդրամիսը։ ստեյք, Դա սխալ պատասխան է։ Ճիշտ պատասխանն է ֆիլե։ Այս փուլում դուք բանկ ուղարկեցիք 60,000 դրամ, բայց կարող էիք 250,000 ուղարկել։ Որն է այն տարը, որը դուրս կմղվի քայքայման ռեակցիայի հետևանքով։ Ում գիտելիքի պաշարը բավարար չէ նույնիսկ երկրորդ փուլի համար, ուր մնաց խաղում հաղթելու։ Ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Այս փուլում թիմը հարաբերականորեն հավասար խաղ է ցուցադրել։ Նարեկը, Վաղարշակը եւ Հայկազը տվել են երկուական ճիշտ պատասխան եւ չեն սխալվել։ Հայկազը բոլորից շատ գումար է կուտակել, ուստի նա է ուժեղ օղակը։ Ճիշտ պատասխանների սակավությամբ եւ սխալների առատությամբ թույլ օղակը Վիկտորիան է, ով կկորցնի հաղթանակի շանսը։ Քվեարկությունն ավարտված է։ Ժամանակն է պարզելու, թե ով է այս փուլի ամենաթույլ օղակը։ Վիկտորիա։ Վիկտորիա, Վիկտորիա։ Վիկտորիա, Լիլիթ, Սևակ, Սևակ, Լիլիթ, որտեղ եք աշխատում։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում։ Ինչ կասեք ձեր թիմի մասին։ Խաղային շատ լավ թիմ է։ Չէ, ես նկատի ունեի նախարարության թիմի Ավելի մասին։ հրաշալի թիմ է։ Ավելի լավ, քան այստեղի թիմը։ Այո։ Կուզեիք իրենց հետ խաղալ։ Ինչու՞ չէ, կարելի է։ Այսինքն թիմը դուք չեք հավանում։ Հավանում եմ։ Լսեցիք, ընդամենը սա պետք է ֆիքսել։ Երազանքներ ունեք։ Այո։ Մեկը Երազանքներից մասին չեմ սիրում բարձրաձայնել։ վախենում եք չիրականանա։ Չէ, դրանք շատ նվիրական են եւ միայն իմն են։ Նարեկ։ Ինչու Սևակ։ Ֆիքսեցի սխալ պատասխանը Սևակի ճիշտն ասած, ընդհանուր առմամբ թիմը բավական ուժեղ խաղաց, բավական բարդ ընտրություն էր, ամեն դեպքում Սևակի սխալ պատասխանը ֆիքսեցի։ Ցավոք։ Վիկտորիա, թարգմանիչ եք։ Քանի լեզվով կարող եք ասել, ես ամենաթույլ օղակն եմ։ 3, Թիմը ձեզ չհամարեց թիմային մարդ։ Թիմը ձեզ հետ համաձայն չէր։ Դուք ամենաթույլ օղակն եք։ բավականին հետաքրքիր փորձառություն էր, սա իմ առաջին անգամն էր հեռուստատեսային որևէ նախագծի մասնակցելու, խաղի ընթացքը իսկապես հետաքրքիր էր, բոլորը շատ լավ էին խաղում եւ ինչ խոսք ֆիլե բառը չհիշելը նահառնվազն թերացում էր։ Փուլ 3. Եվ դուք բանկում կես միլիոնի փոխարեն ունեք ընդամենը 110,000 դրամ։ Խաղում մնացել է 6 մասնակից եւ այս փուլի խաղաժամանակը մենք կկրճատենք եւս 10 վայրկյանով։ Խաղը կսկսենք նախորդ փուլի ուժեղ մասնակցից եւ դա Հայկազ, այս անգամ դուք եք։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Հայկազ, կարմիր գույնի ինչ ծաղիկների մասին է Ռուբեն Հախվերդյանի հայրենասիրական երգը։ Կակաշների։ Ճիշտ է։ Արմեն, Չինաստանի որ քաղաքում են ձմեռային օլիմպիական խաղեր անցկացվել։ Պեկին, Ճիշտ է։ Լիլիթ, Բանկ, ամերիկյան որ մուլտսերիալում է հանդիպում հայազգի Արմին Թամզարյանի կերպարը։ Բաբաս, Սիմփսոններ, Սևակ, Ռուսաստանի որ տիրակալի 1700 թվականի հրամանով Արքունիքի ներկայացուցիչները պետք է եվրոպական հագուստ կրեին։ Պյոտր առաջին, Ճիշտ է, Պետրոս Մեծ, Վաղարշակ, բանկ, դիմացից թե կողքից դիրքն է կոչվում անֆաս։ դիմացից, Ճիշտ է, Նարեկ,
Սողունների դասին պատկանող ինչ կենդանի էր Փարիզի բուսաբանական այգու բնակիչ 146-ամյա Կիկին։ Օծ, Սխալ է կրիա։ Հայկաս, Աֆրիկյան որ երկրի անվանումը կարող են գտնել հուշահամալիր բառի մեջ։ Մալի, Ճիշտ է։ Արմեն, հայերենի այբուբենում որերորդ տառն է Լ-ն։ Իններորդ, Սխալ է 12-րդ։ Լիլիթ, Իսպանիայի որ քաղաքում է գտնվում Սալամանկայի համալսարանը։ Սալամանկա, Ճիշտ է։ Սևակ, Բանկ, որ երկրի ֆուտբոլի հավաքականում է հանդես գալիս ոսկե գնդակի դափնեկիր Ռոդրին։ Իտալիա, Սխալ է Իսպանիա։ Վաղարշակ, հայ որ դերասանն է 1991 թվականին հիմնադրել ներկայում իր անունը կրող համազգային թատրոնը։ Պաս։ Սոս Սարգսյան, Նարեկ, որ կոմպոզիտորի լուսնի սոնատ ստեղծագործությունն է Ջոն Լենոնը նմանացրել Beatles-ի Because երգին։ Բեթհովենի, Ճիշտ է։ Հայկաս, Մագբայը թե Դերբայն է հայերենում խոսքի մաս։ Մագվայը, Ճիշտ է։ Արմեն, Բանկ, որ ֆորմատի թուղթը հավասար կիսելու դեպքում A5 ֆորմատի երկու թուղթ կստացվի։ A4, Ճիշտ է։ Լիլիթ, բանկ, որ մարզաձևի փոխադրամիջոցներն են կոչվում բոբ։ Ժամանակն ավարտվեց, դուք չհասցրեցիք պատասխանել, ճիշտ պատասխանն է բոբսլեյ։ Ձեր թիմից այլ արդյունք ես չէի էլ սպասում, դուք կարողացաք բանկ ուղարկել ընդամենը 35,000 դրամ։ Ով է քայլում սխալ ոտքից եւ ազդում դասակի գնահատականի վրա։ Ով է այն մարդկոցը, որի լիցքը չի բավականացնում նույնիսկ հեռակառավարման վահանակն աշխատացնելու համար։ Ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Հայկազը կրկին ուժեղ օղակն է։ 3 ճիշտ պատասխան եւ կուտակած 20,000 դրամ։ 4 մասնակիցների մոտ ճիշտ ու սխալ պատասխանների քանակը հավասար է, մեկական։ Նրանցից սակայն միայն Նարեկն է, որ գումար չի ուղարկել բանկ, հետևաբար նա թույլ օղակն է։ Ում թույլ չի տա թիմը շարունակել խաղը։ Քվեարկությունն ավարտված է։ Ժամանակն է իմանանք, ով է հեռանալու այս փուլից։ Սևակ, Վաղարշակ, սևակ, Աղարշակ, Արմեն։ Վաղարշակ, Նարեկ, ամուսնացած եք, այս պահին ոչ։ երազում եք ունենալ 4 երեխա։ Ինչու 4։ Եթե չեմ սխալվում, բնական աճի համար 2.5-ից ավել երեխան է կարծեմ այս պահին ապահովում բնական աճը, բայց 3-ը կարծես թե սահմանային է, միշտ երազել եմ 4 երեխա ունենալու մասին։ Հիշեցնեմ, որ նպաստ կա պետական 5 երեխայի դեպքում 1.5 միլիոն է։ Չէ, բացարձակ շահադիտական չի, մասամբ ինչ որ չափով գուցե հայրենասիրական դիտվի, բայց դա կարծես թե մանկուց երազանք ա եղել, ավելի շատ երևի երեխաներ սիրելով պայմանավորված։ Էքստրեմալ սպորտաձևերի սիրահար եք։ Տիրապետում եք։ Սիրողական մակարդակով շատ տարբեր բաներ եմ փորձում եւ փորձում։ Ամենաէքստրեմալը նշեք։ Երևի պարաշուտով թռնել։ Սևակ, որտեղից եք, որտեղ եք աշխատում։ բնակվում եմ Արմավիրի մարզի գյուղ Մրգաստանում, չեմ աշխատում, ուսանող եմ, սովորում եմ մանկավարժական համալսարանի աշխարհագրության բաժնում։ Վաղարշակին ինչ եք ընտրել։ Նախորդ երկու շրջափուլերի ժամանակ Վաղարշակը իմ անունն էր գրել, չնայած նրան, որ ես վատ ցուցանիշ իրենից համեմատ չէի ցուցադրել։ Դուք էլ որոշեցիք հիմա մի լավ պատժել։ Ոչ միայն, այլ նաև սխալ պատասխանը արձանագրել եմ։ Ձեզնից վախենալ է պետք, Սևակ։ Չի։ Ըստ բարի եմ։ Վաղարշակ, դուք լողի սիրահար եք։ Կարող եք ազատ լողալ։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Տպավորությունս այնքան էլ դրական չէին, որքան որ կուզենայի։ Պայմանավորված նրանով, որ ես այսօր
անձնապես համոզվեցի այն սկզբունքը, որը նկատել էի անցած եթերաշրջանի ժամանակ այս խաղի, դա այն է, որ խաղացողները բավականին շուտ հանում են ուժեղ խաղացողներին։ Հիմա ես գլուխ չեմ գովում, ուղղակի իմանալով իմ պոտենցիալը, ես դեռ կարող եի օգուտ բերել թմին։ Փուլ 4. Այս պահի դրությամբ բանկում հնարավոր 750,000-ից դուք ունեք ընդամենը 145,000 դրամ։ Խաղը շարունակելու ենք 5 մասնակցով եւ ձեր խաղաժամանակը կրճատվելու է եւս 10 վայրկյանով։ Սկսում ենք նախորդ փուլի ամենաուժեղ օղակից եւ դա կրկին Հայկաս դուք եք։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Հայկաս, որ երկրում է ստեղծվել բումերանգ լուսին հեքիաթը։ Ավստրալիա, Ճիշտ է։ Արմեն, Բանկ, գույն բառի, որ հոմանիշը կարելի է գտնել բումերանգ բառի մեջ։ Երանք, Ճիշտ է։ Լիլիթ, խորհրդային որ առաջնորդի կինն է եղել Ռաիսա Տիտարենկոն։ Գարբաչով։ Ճիշտ է։ Սևակ, Բանկ, Հրաչյա Քոչարի թե Երվանդ Քոչարի 125-ամյակի առթիվ 2024 թվականին անցկացվեց Քոչար Ֆեստ Երևանդ ծրագիրը։ Քոչար, Ճիշտ է։ Նարեկ, երկնակամարի ինչ միավոր են Անդրոմեդան, կողմնացույցն ու փոքր արջը։ Համաստեղություններ։ Ճիշտ է։ Հայկաս, բանկ, 4 տարանի, որ բառով է կոչվում եւ չափի զգացումը եւ որևէ գործողության ռիթմը։ տակտ, Ճիշտ է։ Արմեն, Բանկ, երկարությամբ աչքի ընկնող որ բույսի ցողուններից է պատրաստվում հնդկական բանսուրի ֆլեյտան։ Բամբուկ, Ճիշտ է։ Լիլիթ, Հայաստանի որ քարագագատ լեռան էսկիզն է 1925։ Ճիշտ է։ Սևակ, Բանկ, ինչի խմբերի բացահայտման համար է ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյները Նոբելյան մրցանակի արժանացել։ Կապիկների, Սխալ է։ Արյան, Նարեկ, սպորտում անգլերեն, որ երկու բառով է նշվում արդար խաղի սկզբունքների ամբողջությունը։ Fair play։ Ճիշտ է։ Հայկաս, ինչ են ուզում կանայք ֆիլմում, որ դերասանն է հանդես եկել կանանց մտքերը կարդացող Նիքի դերում։ Մել Գիբսոն, Ճիշտ է։ Արմեն, Բանկ, Գեղարքունիքի մարզի որ քաղաքն է գտնվում Արեգունի, Փամբակի եւ Գեղամա լեռնաշղթաների հանգուցագետում։ Գորիս, Սխալ է։ Սևան, Լիլիթ, ձեռագործ դեկորատիվ աշխատանք թե ծրագրավորման լեզու է մակրամեն։ Ճիշտ է։ Սևակ, Բանկ, ինչի ժայթքման հետևանքով է առաջացել Սյուրցեի կղզին։ Հրաբուխի, Ճիշտ է։ Նարեկ, Բանկ, ես չհասցրեցի հարցը ընթերցել, բայց դուք հասցրեցիք գումարը բանկ ուղարկել։ Դուք վաստակեցիք ընդամենը 60,000 դրամ։ Այնինչ կարող եք բանկ ուղարկել 250,000։ Ով է այս ինքնատիպ Beatles-ի ավելորդ անդամը։ Ով էր Քարերի սիմֆոնիայի դիրիժորը։ Ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ 4-րդ փուլում ուժեղ եւ թույլ օղակների ընտրության մեջ որոշիչ դեր է խաղացել բանկը։ Հայկազն ու Լիլիթն ունեն 3 ճիշտ պատասխան եւ չունեն սխալ պատասխան։ Լիլիթը չունի նաեւ բանկում կուտակած գումար, ուստի ուժեղ օղակը Հայկազն է։ Արմենն ու Սևակը տվել են 2-ական ճիշտ եւ 1-ական սխալ պատասխան։ Սևակը 5000 դրամ ավել է ուղարկել բանկ։ Արդյունքում թույլ օղակը Արմենն է։ Թիմը ում կուղարկի տաղավարից դուրս։ Քվեարկությունն ավարտված է։ Ժամանակն է պարզելու, որ քառյակն է շարունակելու խաղը։ Սևակ, Սևակ, Արմեն, Արմեն, Սևակ, Հայկաս, այո, սա ձեր առաջին թույլ օղակը չէ։ այո, հաղթել եմ առաջի եթերաշրջանի իմ խաղում։ Որքան գումար։ 335,000, Իսկ որքան գումար եք տուն տարել։ 270,000, եթե չեմ սխալվում։ Մնացածը ինչ եք արել։
Մնացածը ըստ հարկային օրենսգրքի հարկ է վճարվել։ Նշել եք, որ թիմային մարդ եք։ Այո, Թիմից ում հետ կկիսեք շահույթը, եթե իհարկե վաստակեք։ բոլորի։ Անկամ նրանց ում հանել եք։ Այո, նու ես չեմ հանել բոլորն։ Խաղի կանոններն են այդպեսին։ Սևակ, ուզում եք փոխել աշխարհը։ Սկսեք ձեզնից։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Շատ հետաքրքիր խաղեր, ինձ շատ դուր եկավ։ Հուսամ էլի կկարողանամ մասնակցել այսպիսի խաղերի։ Վերջին փուլում քվեարկեցի Արմենի օգտին, որովհետև ընտրության առաջ էի կամ ինքս իմ օգտին պետքա քվեարկեի կամ Արմենի։ Չնայած դրան, որ Արմենը ամբողջ խաղի ընթացքում եղել է ուժեղ օղակը, ես նկատեցի, հուսով եմ Արմենը կհաղթի խաղը։ 5-րդ փուլ։ Եվ դուք 1 միլիոնի փոխարեն ունեք բանկում անհնարին քիչ 205,000 դրամ։ Ճանապարհի կեսն անցել եք, կորցրել եք 4 թիմակցի, հիմա կկորցնեք եւս 10 վայրկյան խաղաժամանակ եւ մենք սկսում ենք հաջորդ փուլը նախորդ փուլի ուժեղ մասնակցից եւ դա կրկին Հայկազ դուք եք։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Հայկաս Walking Extremal մարզաձևում մարմնի որ մասի վրա են կրում ջամփերները։ Գլխի։ Սխալ է ոտքերի։ Արմեն, ՇՀԿ հապավման մեջ չինական որ քաղաքի անվանումն է համապատասխանում Շ տառին։ Շանհայ, Ճիշտ է։ Լիլիթ, Բանկ, հայ որ գրողին Արարատի բարձունքներում պատկերող կտավ ունի Էդուարդ Իսաբեկյանը։ Աբետիկ Իսահակյան, Սխալ է Խաչատուր Աբովյան։ Նարեկ, տարվա որ եղանակին են աշխարհում նշում Սուրբ Վալենտինի օրը։ Ձմռանը, Ճիշտ է։ Հայկաս 20-րդ դարի որ պատերազմի մասին է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի Ապոկալիպսիսը հիմա ֆիլմը։ Վիետնամական պատերազմ։ Ճիշտ է, Արմեն։ բանկ, Պլասիդո Դոմինգոից եւ Խոսե Կարերասից բացի ով է մտնում այսպես կոչված 3 տենորների հայտնի կազմի մեջ։ Լուչանո Պավարոտի, Ճիշտ է, Լիլիթ։ Բանկ, Տրանսպորտային որ միջոցով են մրցում Giro d'Italia մրցաշարի մարզիկները։ Նավ, Սխալ է հեծանիվ։ Նարեկ, կատալոներենից բացի որ լեզվով է հրատարակվում Vanguardia թերթը։ իսպաներեն, Ճիշտ է։ Հայկաս, հայ որ գրողի ստեղծագործությունից է իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկատողը։ Չարենց։ Ճիշտ է, Արմեն։ բանկ, ԱՄՆ որ պաշտոնյային սպասարկող ինքնաթիռների համար է գործում Air Force 2 ազդականչը։ նախագահի, Սխալ է, փոխնախագահի։ Լիլիթ, որ երկրի խոհանոցի բաղադրատոմսերն են մեծ մասամբ ներկայացված Larus Gastronomic խոհարարական գրքում։ Իտալիա, Սխալ է, Ֆրանսիա։ Նարեկ, որ մոլորակից էի երկիր ժամանել Հերբերտ Ուելսի աշխարհների պատերազմ։ Դուք այս փուլում վաստակեցիք ընդամենը 30,000 դրամ։ Ով է փողերի դրցակին խառնված կեղծ թղթադրամը։ Ով է թաքնվել Մադամ Տյուսոյի թանգարանում եւ հույս ուներ, որ իրեն չեն նկատի։ Ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Այս փուլում առաջատարի փոփոխություն կա։ Ուժեղ օղակի կարգավիճակում Նարեկն է, 2 ճիշտ եւ 0 սխալ պատասխան։ Լիլիթի խաղային վիճակագրության մեջ 0 ճիշտ պատասխանների դիմաց է, իսկ սխալ պատասխանները 3-ն են։ Նա թույլ օղակն է։ Քվեարկության արդյունքում ով կհայտնվի հեռացողի կարգավիճակում։ Քվեարկությունն ավարտված է։ Հիմա կիմանանք, թե որ եռյակն է շարունակելու խաղը։ Լիլիթ, Լիլիթ, Արմեն, Լիլիթ, Նարեկ, նշել եք, որ տիրապետում եք 3 երաժշտական գործիքի։ Կմանրամասնեք։ ճիշտ ասած նշելուց երրորդը չգիտեմ ինչն եմ նկատի ունեցել, ստացել եմ երաժշտական կրթություն, նվագում եմ ջութակ եւ դաշնամուր։
Գուցե երրորդը միշտ նշում են գիտարը։ Հարվածային գիտարել եմ նվագում իրականում, չնչին, բայց ավելի շատ հարվածային գործիքների եմ տիրապետում։ Ավելի լավ եք նվագում, թե ավելի լավ եք թույլ օղակ խաղում։ Անկեղծ։ Թույլ տվեք չպատասխանեմ։ Վիճակագրությունը փաստում է, որ դուք ավելի լավ եք խաղում այս պահի դրությամբ։ Թույլ օղակ։ Դուք նախորդ փուլի ամենաուժեղ օղակն էիք։ Հայկաս, Այո։ ուզում եք Լիլիթին հեռացնել։ Եվ նա հիմա կհեռանա։ Մի գեղեցիկ խոսք ասեք իրեն։ Լիլիթը շատ լավ խաղացող էր, բայց կարծում եմ կոնկրետ տվյալ փուլում եւ ընդհանուր բոլոր փուլերը համադրած մնացած բոլոր մասնակիցներից Լիլիթը ամենաթույլն էր։ Լիլիթ, եթե երազանք էիք պահել, որի մասին չէիք ուզում բարձրաձայնել, պիտի ասեմ, որ ձեր երազանքը այսօր չի իրականանալու։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Խաղը շատ հետաքրքիր էր, իմ որոշման մեջ խաղին մասնակցելու շատ ուրախ եմ, որ բան չփոխվել, որ ճիշտ եմ արել մասնակցել եմ, պետք էր պարզապես մի քիչ ավելի բախտազրկել, ավելի հերթ հարցեր լինեին այս փուլում։ Փուլ 6-րդ։ Եվ դուք հնարավոր 1,250,000 դրամից այս պահի դրությամբ բանկում ունեք 235,000 դրամ։ Խաղում է լավագույն եռյակը, խաղաժամանակը կրկին կնվազեցնենք 10 վայրկյանով։ Մենք սկսելու ենք խաղը նախորդ փուլի ամենաուժեղ օղակից եւ այս անգամ Նարեկ դուք եք։ Մենք խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Նարեկ, վայրի որ կենդանիներից պաշտպանվելու համար է Ավստրալիայում 5614 կիլոմետր երկարությամբ ցանկապատ կառուցվել։ Կենգուրուներից։ Սխալ է, դինգո։ Հայկաս, որ երկչի անունն է կրում Լիվերպուլի միջազգային օդանավակայանը։ Ջոն Լենոն։ Ճիշտ է, Արմեն։ Երկրորդ համաշխարհայինի տարիներին, որ առաջնորդի Գայլի Որջ անունով գլխավոր շտաբն էր գտնվում Գյորգլից անտառում։ Հիտլերի։ Ճիշտ է։ Նարեկ, Երևանի վարչական շրջաններից, որի անվանումն է սկսվում Շ տառով։ Շենգավիթ։ Ճիշտ է։ Հայկաս, Բանկ։ լարային երաշտական ինչ գործիքի անվանում կարելի է գտնել դուդուկ բառի մեջ։ Ուտ։ Ճիշտ է։ Արմեն, Վորկրոնի հետևորդների հալածանքներն են ներկայացված Հենրիկ Սինկևիչի Յո երթասվեպում։ Կկրկնեք հարցը։ Վորկրոնի հետևորդների հալածանքներն են ներկայացված Հենրիկ Սինկևիչի Յո երթասվեպում։ Քրիստոնեական։ Ճիշտ է։ Նարեկ, եվրոպական որ երկրի ազգային կինոմրցանակն է կոչվում Գոյա։ Իսպանիայի։ Ճիշտ է։ Հայկաս, Բանկ։ հայ որ մարզիկն է շախմատը եւ փիլիսոփայությունը աշխատության հեղինակը։ Տիգրան Պետրոսյան։ Ճիշտ է։ Արմեն, հայ որ կոմպոզիտորն է 1960 թվականին իտալական Սանտա Չեչիլիայի երաժշտական ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչում ստացել։ Արամ Խաչատրյան։ Ճիշտ է։ Նարեկ, Բանկ։ հատիկավոր որ մշակաբույսից է պատրաստվում ճապոնական մոտիկ հաղթրավենիքը։ Եզրափակչի հավակնորդները վաստակեցին ընդամենը 50,000 դրամ։ Գիտելիքների այս եռանկյունու որ անկյունը սուր չէր։ Ում ջանքերը մյուսները համարեցին ժամանակի վատնում, ով սայթակեց եզրագծի վերջին մետրին։ Ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Այս փուլում թիմին հաջողվեց անընդմեջ 8 ճիշտ պատասխան տալ, սակայն չհաջողվեց վաստակել առավելագույն գումարը։ 3-ական ճիշտ պատասխան են տվել Արմենն ու Հայկազը։ Վերջինս նաև բանկ է ուղարկել 40,000 դրամ։ Հայկազը ուժեղ օղակն է։ Փուլի միակ սխալ պատասխանի հեղինակը Նարեկն է։ Նա վիճակագրորեն թույլ օղակն է, ում համար խաղը կեզրափակվի եզրափակիչից առաջ։ Քվեարկությունն ավարտված է։ Հիմա կպարզենք, որ զույգն է շարունակելու խաղը եզրափակչում։ Նարեկ։ Նարեկ։ Արմեն։ Հայկաս,
Դուք արդեն ունեք ուղեգիր դեպի եզրափակիչ, եթե խաղաք եւ հաղթեք։ Երրորդ անգամ էլ եք գալու։ Ես գումարի համար չեմ գալիս, ես գալիս եմ սպորտային հետաքրքրության համար։ Էքստրիմի սիրահարն արեք։ Մեր խաղում էլ կա էքստրիմ, բայց դուք այն չհաղթահարեցիք։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Տպավորություններս շատ դրական են, բացարձակ իմ դուրս գալը չի ազդում իմ տպավորությունների վրա։ Ուրախ եմ, որ բավական արժանի մրցակիցների կողմից խաղը լքեցի, եթե կարելի է այսպես ասել։ Միայն հաջողություն եմ մաղթում, երկուսից ով հաղթի նա արժանի է։ 7-րդ փուլ։ Եվ դուք բանկում 1.5 միլիոն դրամի փոխարեն ունեք ընդամենը 285,000 դրամ։ Այս փուլի ձեր վաստակած գումարը մենք իհարկե կկրկնապատկենք եւ կգումարենք նախորդ փուլերի շահույթին։ Բայց ժամանակը կրճատելու են կրկին 10 վայրկյանով։ Դուք ունեք 500,000 դրամ վաստակելու հնարավորություն, պետք է դրանից օգտվել։ Խաղը կսկսի նախորդ փուլի ամենաուժեղ օղակը, դա կրկին Հայկաս դուք եք։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Հայկաս, ամերիկացի որ փոփ աստղին պատկանող Neverland-ի ռանչոյում է նաև կենթանաբանական այգի եղել։ Սխալ է Մայքլ Ջեքսոն։ Արմեն, որ քաղաքում են ծավալվում Սունդուկյանի Խաթաբալա պիեսի իրադարձությունները։ Թիֆլիս, Ճիշտ է։ Հայկաս, որ լեզվից է ծագում ագրեման եզրույթը։ Հունարեն, Սխալ է ֆրանսերեն։ Արմեն, Հարսնացուն հյուսիսից ֆիլմի որ հերոսն է կոստյումն է, որ քեզ պետք է զարդարի արտահայտության հեղինակը։ Ալամեզոն, Սխալ է Երվանդը։ Հայկաս, հայ որ գրողն է որսորդական պատմություններ աշխատության Վախթանգ հեղինակը։ Ճիշտ է։ Արմեն, Բանկ, մեր հարևան որ պետության նախագահն է նախկինում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եղել։ Վրաստան, Ճիշտ է։ Հայկաս, եվրոպական որ երկրին 1812 թվականին պատերազմ հայտարարեց Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ֆրանսիա, Սխալ է Մեծ Բրիտանիա։ Արմեն, որ քաղաքի մետրոպոլիտենի կայարաններն են Պերլաշեզն ու Կոնկորդը։ Փարիզ, Ճիշտ է։ Հայկաս, ով է հայկական գիքոր ֆիլմի կոմպոզիտորը։ Մանսուրյան, Ճիշտ է։ Արմեն, Բանկ, որ երկրում է անցկացվում Ֆուձի ռոք ամենամյա երաժշտական փառատոնը։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Սխալ է Ճապոնիա։ Հայկաս, ներքին ինչ օրգանի անվանում կարելի է ստանալ նյարդ բառում 1 տառ փոխելու դեպքում։ Լյարդ, Ճիշտ է։ Արմեն։ Ժամանակն ավարտվեց եւ այս խաղի աստղերը ուղղակի տիեզերական գումար աշխատեցին 15,000 դրամ։ Մենք իհարկե կկրկնապատկենք այս գումարը եւ կավելացնենք նախորդ փուլերի շահումին եւ ընդհանուր ձեզ մոտ հիմա բանկում 315,000 դրամ է։ Այս գումարը բաժին կհասնի ձեզանից միայն մեկին։ Հիմա խաղալու եք իրար դեմ։ Հիմա ես կհնչեցնեմ հնգական հարցեր յուրաքանչյուրիդ։ Կհաղթի նա, ով ավելի շատ ճիշտ պատասխաններ կտա։ Եթե 5 հարցից հետո հաղթողը չբացահայտվի, կշարունակենք խաղը մեկական հարցով, մինչև մեկը տա ճիշտ, մյուսը սխալ պատասխան։ Եվ այսպես, Հայկաս, Արմեն, խաղում ենք թույլ օղակ։ Նախորդ փուլի ուժեղ օղակն է որոշում, ով է առաջինը պատասխանելու եզրափակչի հարցերի։ Արմեն, դուք եք որոշում։ ես կսկսեմ։ Արմեն, Ավստրիայի որ քաղաքում է գտնվում Տոմազելլի սրճարանը, որի մշտական այցելուներն են եղել կոմպոզիտորներ Մոցարտն ու Հերբերտ ֆոն Կարայանը։ Բեռն, Դա սխալ պատասխան է։ Ճիշտ պատասխանն է Զալցբուրգ։ Հայկաս, Երևանի Զարոբյան փողոցում գործող որ կոմպոզիտորի տուն թանգարանի մուտքի ճակատային մասում վերխոյացող 5 կամարներն են կամերտոն հիշեցնում։ Արնո Բաբաջանյան,
Դա սխալ պատասխան է։ Ճիշտ պատասխան է Արամ Խաչատրյան։ Արմեն Վահան Տերյանի բնորոշմամբ հայ որ գրողն է իր լեզուն հասցրել բյուրեղանման պարզության, իսկ Եղիշե Չարենցն էլ գրում է, որ նա միշտ կենթանի է պահել գրական խոսքի կապը կյանքի ինքնաբուխ աղբյուրներին։ Գրիգոր Զորաբ, Դա սխալ պատասխան է։ Ճիշտ պատասխանն է Հովհաննես Թումանյան։ Հայկաս Բանաստեղծության որ տեսակի մասին էր Թումանյանն ասում, որ դրանք ուժեղ շտրիխներ են, իր հոգու կենսագրությունն են, դրանք գոհար են և անպայման պետք է հղկված լինեն։ Քարյակների։ Եվ դա ճիշտ պատասխան է։ Արմեն Եվրոպական որ քաղաքում են 1960 թվականին ամառային օլիմպիական խաղեր անցկացվել։ Փարիզ, Դա սխալ պատասխան է։ Ճիշտ պատասխանն է Հռոմ։ Հայկաս Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերում միջին ասիական որ երկրի մարզիկները 8 ոսկե մեդալ նվաճեցին, ընդհանուր թիմային հաշվարկում զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը։ Ուզբեկստան։ Եվ դա ճիշտ պատասխան է։ Արմեն, եթե հիմա սխալ պատասխանեցիք հարցին, դուք պարտվում եք։ 2021-2022 թվականների վիճակագրական տվյալներով եվրոպական որ երկրում են տղաներին առավել հաճախ անվանակոչել Լուկա, իսկ աղջիկներին Միա։ Խորվաթիա, Եվ դա ճիշտ պատասխան է։ Հայկաս, եթե հիմա ճիշտ պատասխանեցիք հարցի, դուք հաղթում եք։ 2021-2022 թվականների վիճակագրական տվյալներով եվրոպական որ երկրում են տղաներին առավել հաճախ անվանակոչել Յորգոս, իսկ աղջիկներին Մարիա։ Հունաստան։ Եվ դա ճիշտ պատասխան է։ Հայկաս, փաստորեն, գետն ամեն անգամ երան է բերում։ Դուք ուժեղ օղակն եք այս խաղի և վաստակել եք 315,000 դրամ։ Օղիվաղ, Արմեն, ադյո, դուք մնում եք ձեռնունային։ Դուք դիտում եք թույլ օղակը, սա ընդամենը խաղ էր, կհանդիպենք։ ընդհանուր առմամբ գոհ եմ խաղիցս, ճիշտ է սխալ պատասխանների եղան, թերացումներ եղան։ Շատ հետաքրքիր խաղեր, լավ ուժեղ մասնակիցներ կային, շատերն էին լավ խաղում։ Ստացվեց այնպես, որ ես իմ բախտը բերեց եւ հաղթեցի, այսպես ասած։ Եվ ես ողջունում եմ միշտ ինտելեկտուալ խաղերը, կցանկանայի, որ միշտ լինեն եւ այլ ավելի շատանան Հայաստանի եթերում։